Ողջույն սիրելի բարեկամներ, հատված Փարամոլ էշի մասին հեքիաթ առակից, գրված դեռևս 4 տասնամյակ առաջ։ Ավանակին էլ այդ էր հարկավոր, իրեն հռչակեց մեծն թագավոր, թքեց դաժմանի ու խոտի դեզին, աղվեսին կարգեց առաջին վեզիր, գայլին փոխարքա, կատվին զորապետ, դոդոշին դպիր ու սենեկապետ, խլուրդին դրեց երկրորդ տեղակալ ու պորտվել տվեց մինիստրական և բժշկապետ առնետից սարքեց, ցեղակից ջորուն ծովակալ կարգեց, հետո արձակեց մի հրովարտակ, իմ իշխանության, իմ դրոշի տակ, թե այծ, թե ոչխար և թե բորենի, որտեղ էլ լինեն, ով էլ որ լինի, թե վագր, թե փիղ, թե շուն և թե մուկ, ունեն հավասար ձայն ու իրավունք։ Գոմեշն ու եզը պիտի աշխատեն, վարուցանք սանեն, ճանապարհ հարթեն, իսկ ուխտը և ձին բերտ անեն բերեն, իմ հրահանգով միշտ ղեկավարվեն, ապրեն բոլորն էլ խաղաղ ու անքեն, նորին էշությանը հարգեն ու պատվեն։ Եվ այնուհետև արքայից արքան խորհուրդ գումարեց թագավորական, իբր վագրը այտնենք սրիկան, հանցանք է գործել հակապետական, հովազը գող է աշխարհին իտես, ծուրթատ արջուկը ծպտված լրտես, հապա գետաձին նստել է գետում և տերության դեմ կոչեր է նետում։ Էշ ավանակիչ, քաղաքական ու ռազմական գործիչ, գիտության տաճար, եզակի հանճար, լրագրերում և հանդեսներում միշտ նրանից են ցիտատներ բերում։ Էշը ասել է. գարին լավ բան է, հնձելուց առաջ նախ պիտի ցաներ, կամ ինչպես ասաց ավանակը մեր, ամեն օր պիտի քնելուց առաջ առաջին հերթին շորերը հանել։ Գոմեշ ու զեբր, սկյուռ ու կատու նրա ճառերն են մի գլուխ կարդում, իսկ հնդկահավը նրա անունով փքվում է ուռչում, նրա կոչով է մեր աքաղաղը ծուղռուղու կանչում, իսկ ամենտեղ էլ ավանակիչը, դարի մեծ խիղճը, նրա շողով է ծիլը բարձրանում, նրա ցողով է միրգը քաղցրանում, առուն գետ դառնում, գետը դառնում ծով, օրը բացվում է նրա զռռոցով։ Եվ ինքն էլ իրեն համեստ է պահում, ոչ մի կոչումի չի հրաժարվում, և դիպլոմատ է, և հմուտ դեսպան, քաղաքագետ է, փորձված տեսաբան, արվեստաբան է, գիտության կաճառ, ակադեմիայի պատվավոր անդամ, խոհուն ղեկավար, գործիչ անթերի, դափնեկիր բազում մրցանակների, նա է աշխարհը պահող վեհ սյունը, թող կեցե հավերժ մեր էշությունը։ Բայց էշը էշ է, գլխին թեկուզ թակ, նա իր էշային փարամոլությամբ այնքան զռզռաց ու զահլատ արավ, որ երկրի վրա պատուհաս դառավ։ Եվ այստեղ ահա գայլն ու աղվեսը միտք արին կրկին, գահից ցած բերին մեր ավանակին, ասացին գնա, մոխրում թավալվիր, առատ գարիկ էր, լենք տուր ծավալվիր, հերիք է որքան քանդես մեր տունը, թող կորչի էշը և էշությունը։ Սիրելիներս, ձեզ հետ էր Մանուշակ Շիրինյանը, կհանդիպենք, լավ մնացեք։